Իրան-Իսրայել ռազմական լարվածությունն արդեն ազդել է հայկական շուկայի վրա։ Պատերազմի ֆոնին հանրապետությունում սկսել են թանկանալ մի շարք մրգեր եւ բանջարեղեն, կաթնամթերք ու պարենային ապրանքներ, որոնք մեծ մասամբ ներմուծվում են Իրանից։ Վաճառողները նշում են, վերջին օրերին հատկապես թանկացել են լոլիկը, վարունգը, սմբուկը եւ որոշ մրգեր։ Վաճառը մատակարարումների դժվարացումն է։ Պայմանավորված պատերազմով թանկացում է դրս եկած ապրանքները, իսկ տեղականները նորմալ են։ Օրինակ, որ ապրանքն է դրսից որ թանկացել է։ Բիբարներն են դրսից, բադրջանը, բրոկոլին մեկել։ Որքան է թանկացել։ Տահակին թանկացել է, մոտ 500 գրամի տարբերությամբ արդեն թանկացումներ կա։ Որքան ժամանակ է թանկացել է։ Ես պատերազմից սկսվելից հետո։ Միևնույն ժամանակ մասնագետները նշում են, Հայաստանը մեծապես կախված է Իրանից ներմուծվող գյուղմթերքից, հատկապես ձմռան եւ գարնան ամիսներին, երբ տեղական արտադրությունը սահմանափակ է։ Տարեկան 35 միլիոն դոլարի պարեն է Հայաստանն Իրանից ներկրում։ Երբ որ բավարար քանակությամբ տեղական գյուղմթերքը չի արտադրվում, մենք ստիպված ենք գնում ներկրել, այդ թվում նաև Իրանից։ Այդ ներկրում համատաբար էժան է եւ մեր ժողովուրդը դրա շնորհիվ կարողանում է ունենալ տարին 12 ամիս այս կամ այն բանջարեղենի եւ մրգի տեսականի։ Մասնագետները նաև չեն բացառում, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեն եւ փոխադրումների խնդիրները խորանան, ապա առաջիկա շաբաթներին հնարավոր է նոր գնաճ։ Այդ դեպքում թանկացումները կարող են տարածվել նաև այլ ապրանքների վրա։ Շուկայում ասում են, ներմուծումը քչացել է, գործընթացը դարձել ավելի բարդ։ Պատերազմի իրավիճակով պայմանավորված Իրանը փակել է սահմանները հասկանալի պատճառով, առաջին հերթին նրանք մտածում են իրենց ներքին պարենային անվտանգության մասին, իրենց ժողովրդին պարենով ապահովման մասին եւ իրենք ամեն ինչ անել են, որ այդ պարենը մնա իրենց երկրում ու կարողանան իրենց ժողովրդին դրանով բավարարել։ Որ թանկացել է բանջարեղենը, նկատում են նաև քաղաքացիները, օրինակ լոլիկը, որը նախկինում արժեր 800 դրամ, հիմա 1200 դրամ է։ Բանջարեղենի գներում թանկացում նկատում եք։ Ինձ մի խոսցնի ես չգիտեմ, բա չէ, չգիտես որ թանկացել է։ Թանկացում ամեն տեղել ամեն ինչի մեջ էլ կա։ Ընդհանրապես ամեն ինչն է թանկացել։ Օրինակի համար խմելու ջուրը, որ շշով առնում են 170 դրամ, դարձավ 210 դրամ, կես լիտրներ, եթե չեմ սխալվում։ Նայած որ քանի սորտի լոլիկներ կան։ 800-ից կա 1200, բայց այսքան տուփի մեջ մանրերից 1200, դա 1100 չեմ հիշում։ Ես դժգոհ չեմ։ Նորա թանկացել, Միշտ է թանկ եղել։ միշտ թանկել է։ Ես սարևսուր չեմ անում, կինս։ Տանը որ անում են ինչ-որ դժգոհություններ կան թանկացում։ Իհարկե։ Ինչն է թանկացել։ Ամեն ինչ։ Ինչ ասեմ անուններով, կանաչեղենից համեմը, կոտեմը, լոլիկը ընդհանուր թանկ էր էլի։ Ընդհանուր թանկ էր։ Դե այսօրվա լոլիկն էլ ոնց ասեմ, ուտելու բան չեն, հողինը պետք է լինի, գոնե թեկուզ թանկ լինի, բայց դե էլի որ թորնիկները ուտեն։ Տնտեսագետը նշում է, որ խնդիրը միայն ապրանքների քանակի նվազումը չէ, պատերազմական վիճակը անմիջապես ազդեցություն է ունենում լոգիստիկ ամբողջ շղթայի վրա։ Տարածաշրջանում անվտանգային ռիսկերի աճը բարդացնում է բեռնափոխադրումները, երկարացնում ճանապարհի ժամանակը, ավելացնում ապահովագրական եւ տրանսպորտային ծախսերը։ Այս ամենը վերջնական արդյունքում արտահայտվում է ապրանքների թանկացումով։ Իրանական պարենը փոխարինելու տարբերակներ պետք է գտնենք։ Դա կարող է լինել Թուրքիայից, Վրաստանից, Ռուսաստանից կամ այլ երկրներից, բայց այդ երկրներից պարենի բերելու դեպքում մենք ունենալու ենք որոշակի գնաճ։ Պայմանավորված տրանսպորտով, ինչպես նաև այդ երկրներում նույն բանջարեղենը միշտ ավելի թանկ է, քան Իրանում։ Պարսյանը հիշեցնում է Հայաստանի անկախացումից հետո Իրանն էր այն պետությունը, որն առաջինը մեզ հետ առևտրային պայմանագիր կնքեց ու այդ դժվար պահին աջակցեց Հայաստանին։ Այդ ժամանակներից սկսած Իրանը Հայաստանի շուկայում կարևոր դեր ունի։ Այսպիսով տարածաշրջանային լարվածությունը արդեն ազդեցություն է ունենում նաև Հայաստանի շուկայի վրա, արտահայտվելով ամենօրյա սպառման ապրանքների թանկացմամբ։ Սեդա Մակարյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։